ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Գիտեք, այս հարցերը մենք քանի որ տալիս ենք, մենք էլ ենք այս հարցերով գնացել նաև այս գործընթացի մեջ մտել, ինչքանով են իրենք իրատեսական եւ նաև մեր ներսում ունեցել ենք տարբեր կարծիքներ 2022-23 թվականներից եւ որ սկսեց այդ արևմտյան Ադրբեջանի թեզի տարածումը, ինքը իրական պրոյեկտ, այսինքն Ադրբեջանի վերջնական նպատակն է, որ գան այստեղ ադրբեջանցիներ ապրեն, թե ինքը ճշմարտ գործիք է, որով ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանից ինչ որ այլ բան ստանալ։ Այդ այլ բանը իմ պատկերացմամբ միշտ եղել է արցախցիների հարցի փակումը, այսինքն որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, հայերը այնտեղ չեն բնակվում եւ հայերը երբեք այս թեման չեն բարձրացնում։ Հիմա դուք ընդունում եք այս առևտուրը քաղաքական թե չեք ընդունում, սա այն տրամաբանությունն է, որով հիմա գնում է հայ-ադրբեջանական կարգավորումը եւ ես նաեւ արդեն վստահ եմ այս տրամաբանության մեջ, որ մենք մտել ենք մի փուլ, որտեղ կանխատեսելի քայլեր անելով հայկական կողմից մենք կարող ենք ակնկալել կանխատեսելի քայլեր ադրբեջանական կողմից։ Եվ սրա արդյունքները, ինչպես նշեց իմ գոլեգան, դա այսպես կոչված նեղ խաղաղությունն է, այսինքն Հայաստան-Ադրբեջանը ունենում են միջպետական սահման, այս սահմանի այս կողմում ապրում են հայերը, էթնիկ հայերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սահմանի այն կողմում ապրում են էթնիկ ադրբեջանցիները, Ադրբեջանի քաղաքացիները, մենք ունենում ենք որոշակի առևտրաշրջանառություն, ունենում ենք տրանզիտ, ունենում ենք այլ հարաբերություններ, բայց այն պատկերացումը, որ ադրբեջանցիները գալու են այստեղ ապրելու կամ առավել եւս հայերը գնալու են այնտեղ ապրելու, գիտեք, եթե նույնիսկ այս քաղաքական ենթատեքստերը հանենք, դուք ուղղակի չեք պատկերացնում Ամասիայի Վարդենիսի շրջանի ադրբեջանցիները Ադրբեջան որտեղ են գնացել բնակվել, եւ եթե դուք լինեիք, դուք հետո կգայիք Ամասիա բնակվելու կամ Վարդենիս բնակվելու, ինչպես նշվեց նաեւ նույնիսկ Ղարաբաղում հիմա լրջագույն խնդիր է վերականգնել 10% ադրբեջանական բնակչության, նայեք անցել արդեն գրեթե 6 տարի մեծ այն շրջանների, որ հայկական կողմից անցան Ադրբեջան եւ Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը։ Մինչեւ հիմա չկա 10% բնակչության, որ եղել է մինչեւ կոնֆլիկտի սկիզբը։ Եվ սա կարևոր ցուցիչ է, որովհետեւ խոսքերին, եթե դուք նայում եք հայտարարությունների նարատիվներին ու ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը ոնց որ գեղարվեստական տեքստերի մրցույթ լինի, ասենք, բայց դուք պետք է նայեք հողի վրա ինչ է կատարում, բացում եք քարտեզները, նայում եք քանի գյուղ է վերականգնվել, քաղի բնակիչ է վերադարձել, Ադրբեջանում ինչ խոսույթ կա այս թեմաներով, որ բողոքում են ու ասում են ղարաբաղցիները Ֆիզուլի են գնում, հետո փախչում են էլի Բաքու են գալիս, որովհետև չեն ուզում այնտեղ բնակվել, այդ մարդկանց էլ մենք կարող ենք հասկանալ, որովհետև 30 տարի իրանք լրիվ ուրիշ պայմաններում ապրել են, հետո պետք է վերադառնան միտեղ, որտեղ զարգացած ենթակառուցված չկա, որի հետ արդեն փաստացի կապել չունեն։ Դուք պատկերացրեք 30 տարի միտեղ ապրեք, առավել ձեւս ձեր երեխան մեծանա 30 տարի միտեղ, եւ հետո իրան ասես դու վերադառնում ես միտեղ, որը եւ իր հնարավորություններով շատ ավելի սահմանափակ է։ Եվ ընդհանրապես դու էմոցիոնալ կապ արդեն այդ տարածքի հետ չունես։ Ես ուղղակի ուզում եմ նաեւ Հայաստանի բնակչությանը ասել, որ այս էմոցիաների մեջ մտնելը իհարկե բոլորս այդ էմոցիաներն ունենք, բայց նաեւ բացի նարատիվներից մի քիչ պետք է հողի վրա նայենք, պետք է հասկանանք մեզանից ինչ ենք ուզում եւ այս պահին մենք ինչպես կարող ենք այս հարցը լուծել։ Ու սա շատ կարևոր է, որ ես համարում եմ, ես ուղիղ ձեզ ասում եմ, արևմտյան Ադրբեջանի թեզը բլեֆ է այն համատեքստում, եթե մենք ունենանք հարաբերությունների քաղաքական կարգավորում։ Եթե մենք ուզենանք ինչ որ քաղաքական ծրագրեր իրագործել, ասենք արցախցիների վերադարձ, ինքը բլեֆ չի լինել, այսքանը։